Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում։ Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, հիմա իրականում նա հայ է, թե ոչ։ Հիշեցնեմ, Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել են, որից 9 երեխաներ են, 28 վիրավոր կա, եւ դա Ավստրիայի նորագույն պատմության մեջ ամենազանգվածային սպանությունն է։ Սոցցանցերում եւ մամուլում տեղեկություններ տարածվել վճռագործի հայկական արմատների մասին, եւ թեև ոստիկանության տարածած տեղեկությունում նրա ազգանունը չէր հիշատակվում, նա ներկայացվում էր որպես Արտուր Ա, որոշ լրատվամիջոցներ պնդում էին, թե նրա ազգանունը Ավետիսյանն է եւ թե իբր նրա հայրը Հայաստանի քաղաքացի է։ Այսօր ես կապ հաստատեցի Ավստրիայի հայ համայնքի ակտիվիստների հետ եւ որոշ մանրամասներ կարողացա պարզել տեղի հայկական եկեղեցու քահանա Տեր Անդրեասի հետ զրույցում։ Հայկական արմատներ ունենալու տեղեկությունը չի հերքվում, բայց այստեղ հարցեր են առաջանում, թե ովքեր են տարածում տեղեկությունը նրա հայկական արմատների մասին եւ ինչ նպատակով։ Բանն այն է, որ եթե այդ Արթուրի հայրը իսկապես հայ է, ապա նրա հորը ոչ մեկ համայնքում չի ճանաչում եւ երբեք համայնքի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Վաղուց բաժանված է եղել իր ազգությամբ ավստրիուհի տիկնոջից եւ չի մասնակցել որդու դաստիարակությանը եւ ոնց հասկանում եմ շատ վաղուց անգամ որդուն չի տեսել։ Չնայած դրան ինչ որ ուժեր հատուկ նպատակաուղված տեղեկություն են տարածում ոչ միայն այդ Արթուրի հայկական ծագման մասին, այլ նաև պնդում են, թե իբր նրա ազգանունը Ավետիսյան է։ Մի բան, ինչը Տեր Անդրեասը հերքում է։ Պարզվում է, այդ ոճրագործի ազգանունը ոչ թե Ավետիսյանն է, այլ Ախլայտեր, այսինքն մոր ազգանունն է կրել եւ հարցեր են առաջանում, թե ովքեր են այս ապատտեղեկատվության ետևում կանգնած, անգամ նույն կարող ենք ենթադրել, որ հոր ազգանունը իսկապես Ավետիսյան է եղել, բայց թե ինչ նպատակով են ոճրագործին որպես Ավետիսյան ներկայացնում, այն դեպքում, երբ նա երբեք այդ ազգանունը չի կրել։ Կարող ենք միայն կռահել, թե ովքեր կարող են այս ամենի ետևում կանգնած լինել, եթե գիտենք, որ Ավստրիայում բազմաթիվ էթնիկ թուրքեր կան եւ բավական ազդեցիկ է այդ թուրքական համայնքը եւ կապեր է պահպանում եւ Անկարայի եւ Բաքվի հետ։ Անգամ սոցցանցերում, համացանցում կեղծ էջ է տարածվում, լուսանկար ֆեյսբուքյան կեղծ էջի, որում հանցագործը պատկերված է որպես Արթուր Ավետիսյան։ Ավստրիական Pulse 24 հեռուստաընկերությունը հատուկ տեսանյութ է հեռարձակել, որում հերքում է եւ ապացուցում է, որ այդ լուսանկարը կեղծ է եւ որ այդ ոճրագործի իրական ազգանունը Ավետիսյան չի եւ երբեք այդ ազգանունը նա չի կրել։ Եվ այժմ կարծում եմ իրավապահները պետք է պարզեն, թե ովքեր են այդ կեղծիկի ետևում կանգնած, ովքեր են հովանավորում այդ կեղծիկը տարածողներին եւ ինչ նպատակ են հետապնդում։ Արտյոմ, դու ասել էիր, որ Գրացում ապրող հայերը սպառնալիքներ են ստանում, պարզվել է ովքեր են այդ սպառնացողները։ Այո, հայ համայնքում բավական սպես մտահոգված են Ավետիսյան ազգանուն կրող մեր հայրենակիցները Ավստրիայում ել ավելի մտահոգված են։ Հետաքրքիր է, որ Գրացը թեև փոքր քաղաք է, բայց այդ փոքր քաղաքում պարզվում է կա ազգությամբ հայ, որի անունը Արթուր է եւ ազգանունը Ավետիսյան։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ տագնապ է, չէ, այդ ընտանիքում։ Իդեպ նույնպես երիտասարդ է, գրեթե նույն տարեկի է։ Եվ նրան ճանաչող մարդկանցից ոմանք կարծել են, որ նա է ոճրագործը եւ անգամ նրա ընտանիքի անդամներին սպառնացողներ են եղել։ Համացանցում նրա լուսանկարներն են տարածվում եւ անգամ կոչեր են հնչում պատժել նրա հարազատներին։ Հարազատները տնից դուրս չեն գալիս, ոստիկանությանն են տեղեկացրել այս ամենի մասին։ Եվ այդ երիտասարդը իսկական Արթուր Ավետիսյանը, որը որևէ առնչություն չունի այդ ոճրագործության հետ, ստիպված է եղել տեսագրել իր ուղերձը, որում պարզաբանում է, որ որևէ կապ չունի։ Մենք համայնքի միջոցով այդ տեսաուղերձը ստացել ենք, կարծում եմ հնարավորություն կունենանք այժմ ներկայացնելու։ Այստեղ Ավստրիայում ճանաչում են որպես Արտուր Ավետիսյան։ Ես հայ տղա եմ ու հայ տղուց տենց բան
չի կարա ուղարկի ես չեմ կարա պատկերացնեմ, ես ինքս շատ ցավացնում եմ այդ մարդկանց համար, շատ վիրավորված եմ, որ մարդիկ կան, որ դաժե հավատում են, որ ու ասում են, որ այդ ես եմ արել, դաժե նկարներ են ուղարկում ինձնից, իմ մորից ու դա շատ վատ բան է ու ես ինքս ուղարկի չեմ կարող պատկերացնել, որ տենց բան ուղարկի մի հատ մարդ կարող է անել։ Հիմա սա հավատում են ու մտածում են դա Արտուր Ավետիսյանն է, դա իմ համար ոչ ես չեմ կարող ուղարկի ինձ բացատրեմ, թե ես խոսքերս չեմ գտել մինչև հիմա, դա չի ես շուտվանից արդեն այսպես վիդեո ձեզ կղրգեի ու նայեի, որ սաղը իմանայի, որ տենց բան ինձնից չի կարա գա։ Շնորհակալ եմ։